Դուք եք պսակադրությունն իրականացնելու։ Ստեփան Ասատրյան անունով կարգալույծ արված նախկին քահանան ասում է ես եմ իրականացնելու։ Դա նշանակում է, որ եկեղեցական տաճարում անօրինական հակաեկեղեցական արարողություն է տեղի ունենում եւ դա թույլատրվում է, անգամ խրախուսվում է ոստիկանական, այսպես զորքով պաշտպանում են։ Մենք նկատում ենք, որ այստեղ տղամարդկանց խմբեր են հավաքվել հատուկ։ Հավանաբար ի պաշտպանություն այն քահանայի, որին կարգալույծ արեցին եւ որին աջակցում է Նիկոլ Փաշինյանը։ Ոստիկաններից հարցնեք, թե ում համար են եկել։ Տեր Սարգսի ով է արարողություն անելու։ Ես հարցրեցի, ինձ ասացին եկել են ձեր անվտանգություն ապահովելու։ Ում անվտանգությունը, մասնավորաբար ձեր։ Բոլորը։ Տեր Սարգսի ով է պսակի արարողություն։ Կներեք, ձեր դուք ոնց հասկացա պսակադրության հյուրերից եք։ Ով է քահանան ձեր պսակադրության, ձեր հարազատի պսակադրության։ Մեզ ասացին, որ Տերարամն ասաց, նախկին Տերարամը ասաց ես եմ, բայց ինքը արդեն կարգալույծ արված քահանա է եւ ասում են ըստ եկեղեցական կարգի չի կարելի կարգալույծ արված քահանային տաճարում ծես իրականացնել։ Ինձ մի նկարի, ես вообще կարգալույծին հեչ կողմնակից չեմ։ Նրանց հարցերը եկեղեցական թողինած ձևով։ Բայց ստացվում է, որ կարգը չի կատարվում այնպես, ինչպես որ եկեղեցու կարգն է պահանջում։ Դա կարգալույծանը որոշում։ Բայ ով է որոշում։ Այս պահին մենք գտնվում ենք Հովանավանք եկեղեցում եւ առաջինը որ հանդիպեցինք ոստիկաններն էին եւ կարգալույծ արված արդեն նախկին Տերարամը, ով մեզ հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է պսակադրության եւ ահա պսակադրվողների զույգի հարազատները գեղեցիկ զարդարված բարձր տրամադրությամբ մոտենում են եկեղեցուն, երբ նրանց հարցնում ենք, թե ով է արարողություն իրականացնելու, կաշկանդվում են ասել ով է, բայց ակնհայտ է, որ նրանք ունեն պայմանավորվածություն, որտեղ այստեղ այս եկեղեցին սպասարկող մյուս քահանան այսպես ծանր մտքերով քայլում է եւ պարզ է, որ հենց Նիկոլ Փաշինյանի սրտի քահանան պետք է իրականացնի այս արարողությունը եւ հետարքիրն է, որ հարազատները կարծես թե կաշկանդվում են այդ մասին խոսել։ Սպասենք արարողությանը, նշենք, որ դրսում ոստիկանական ուժ կանգնած, որոնք հսկում են եկեղեցու ելումուտը։ Մենք նաև նկատեցինք, որ կային մարդիկ, ովքեր մեզ հեռախոսով նկարում էին, հատկապես լրագրողներից, եւ ինչ որ տեղ էին զանգում եւ զեկուցում, թե ովքեր են այստեղ։ Եկեղեցու տարածքը դարձել է խիստ վերահսկելի գոտի, ում համար չգիտենք։ Տեր Սարգիս, երբ է ներողություն եմ խնդրում, երբ է արարողությունը տեղի ունենալու հիմա, ժամի 3-ին։ Երբ որ հյուրերը հավաքվեն։ Երբ որ հյուրերը հավաքվեն։ Այսպիսի նախադեպ ձեր ծառայության շրջանում դուք ունեցել եք այս եկեղեցում, գուցե մեկ այլ եկեղեցում, որ կարգալույծ արված հոգևորականը, որը արդեն դասվում է մեր շարքերին, իրեն իրավունք վերապահի, ծես արարողություն իրականացնի եկեղեցու տարածքում, մկրտություն իրականացնի երեխայի։ Ծառայողական փորձառություն, նոր եմ հանդիպում։ Նոր եք հանդիպում այսպիսի իրավիճակի։ Կներեք ես։ Հա, համեցեք։ Ներեցեք, գուցե ձեզ հետ խոսենք։ Անտրամադիր եք։ Իրավիճակն է ստիպում։ Հարգանք ենք խանգարում, թե այն մարդը, ով իրավունք չունի պսակադրել, բայց պսակադրում է։ Մենք չգիտենք ով է պսակադրում, դուք արդեն մեր տրամադրում։ Տերարամն ասել է ես։ Ստեփան Ասատրյանն ասել է ես։ Խնդրեմ, ահա եւ նա ըստ արարողակարգի ընդունում է հյուրերին։ Մենք կարող ենք նկարել միայն մարդուն, ով այդ արարողություն իրականացնում։
Կներեք դուք ինձ չեք կարող թելադրել, ես ինչ անեմ։ Դիվան եմ ձեզ խնդրում, հայրիկ ջան, ձեզ նույնպես եկեք դիվան ասեմ։ Մենք Աստծո տան մեջ ենք։ Իհարկե։ Մենք բոլորս մի մարմին ենք, ինքն էլ է մերը։ Դուք էլ այստեղ օտար մարդ չկա։ Խնդրում եմ ձեզ, եկեք Չէ, կոռեկտությունը մենք կպահենք անպայման։ Քի օրա, որ ուրիշ բան չանենք, մեր քույրիկիներ չնեղացնենք, նկարի, ոչ մի խնդիր չկա։ Ես կարող եմ միայն ձեզ նկարել, որովհետև արարողությունը դուք եք իրականացնում։ Շնորհակալություն։ Ես կարող եմ չնկարել պսակադուր։ Եկեք հասել եք նկարելու։ Ինձ թվում է դուք ստիպել եք, որ մենք բոլորս ձեզ շատ կարևոր ենք։ Ապրեք շատ։ Շնորհակալ եմ։ Վերեք համեցեք այստեղ դասավորենք։ Վերեք այստեղ։ Կներեք, իսկ Աստծո կողմից ընդունված է համարվում, երբ կարգալույց արված հոգևորականը պսակադրության ծես է իրականացնում։ Ձեր գործընկերն։ Եթե օրինական չեք համարում, ինչու նա ով ձեզ կարգալույց է արել, նա նաև ձեզ օծել է, որ դուք դառնաք քահանա, եւ դուք դեմ չեք եղել։ Գիտեք, լիքը քահանա օծումն էլ Աստծոց է։ Բայց շատերն են սովորել եւ հիմա պետական ապարատում են շարքային քաղաքացի։ Ես Աստծուն եմ ծառայում, ոչ թե Դուք Աստծուն եք ծառայում, բայց եկեղեցին ենթարկվում է հայ առաքելական եկեղեցի։ Ոչ։ Նշանակում է դուք նաև իրավունք ունեիք կարգ խախտելու, որ սովորել եք։ Այս պահին մենք հովնավանք եկեղեցում ենք արարողություններ իրականացնում, ընտանիքի անդամների մի քիչ երկմտած, մի քիչ առանց, մի քիչ էլ հատուկ ագրեսիայով են մեզ դիմադրում։ Ինքը կարգալույց արված քահանան շտապ քայլերով պատրաստվում է արարողակարգին եւ ասում է, որ ծեսը ես եմ իրականացնելու։ Այսինքն նա չի հրաժարվել օծումից, նա չի հրաժարվել իրեն օծողի մյուրոնից, որով մինչև այսօր մկրտում է մարդկանց, բայց համարում է, որ իրեն եկեղեցուց դուրս անելու իրավունք չունեն, որովհետև նրանք, ովքեր իրեն եկեղեցուց դուրս են անում, լեգիտիմ չեն։ Մինչև 3 լեգիտիմ էին, մինչև վարչապետի հայտարարած պաշտպանությունը լեգիտիմ էին։ Նստեք։ Հա։ Ինչի՞ լացի։ Տեր Սարգիս։ Տեր Սարգիս։ Ես ճիշտ ստացա ինֆորմացիան, որ պսակադրությունը դուք եք հիմա իրականացնելու։ Այո։ Դուք ներեցեք Ես պսակադրվողներ, Փեսայի հայրն եք։ Ձեզ ինչպես դիմեմ կարելի է։ Արթուր, պարոն Արթուր, դուք ինչու հրաժարվեցիք, մանավանդ որ պայմանավորվածություն ունեիք։ Ծզուրիցի տեղաս թե։ Չէ, ես տեղեկացա ուղղակի եւ զարմացա։ Պայմանավորվածություն ունեինք Տեր Սարգիսի հետ, պայմանավորվածությունը մեր չժխտեցիք։ Բայց նախորդ քահանան ասում էր ես եմ իրականացում եւ ինքն է պատրաստում ներսում։ Չի լինելու։ Արարողությունը Տեր Սարգիսն է իրականացնելու, շատ լավ։ Արարողությունը ինչ չսրվի չի։ Չթողած ձեր ընկերոջ չէ։
Հենց նոր իրավիճակ փոխվեց, փաստորեն տեղի բնակիչներ, ովքեր պիտի այստեղ իրենց հարսանեկան գեղեցիկ արարողություն իրականացնեին, որոշեցին, որ պսակադրողը ոչ թե կարգալույծ արված քահանան է լինելու, այլ հենց Սարգիսը։